Պարոն Կոնջորյան, ինչքան շահաբաժին է վճարվել, ինչքան դիվիդենդ է վճարել Հայ Post ընկերությունը պետական կառավարման անցնելուց հետո։ Պարոն Կարապետյան, շնորհակալություն հարցի համար։ Ես ուզում եմ իլուր ձեզ եւ բոլորին ասել, որ ես Հայ Post ընկերության տնօրենը չեմ։ Հայ Post ընկերության տնօրենը իմ կինն է եւ ես Հայ Post ընկերության օպերացիոն աշխատանքային հարցերին չեմ խառնվում։ Հայ Post ընկերության վճարած դիվիդենդների, Հայ Post ընկերության գործունեության վերաբերյալ դուք կարող եք ձեր հարցերը ուղղել Հայ Post ընկերությանը համապատասխան սահմանված կարգով, դուք կարող եք նաև շուտով լինելու են կառավարության հետ հարց ու պատասխաններ, դուք կարող եք կառավարությանը դիմել, Հայ Post ընկերությունը գտնվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներքո, դուք կարող եք նաև իրենցից այդ ճշտումները անել։ Ես իրավասու չեմ եւ այս քննարկումը այն մասին չի թե Հայ Post ընկերությունը որքան դիվիդենդ է վճարել։ Այս քննարկումը իմ տեխնատության մասին է, հետևաբար, պարոն Կարապետյան, եթե դուք ունեք հարց իմ տեխնատության կամ թեկուզ այդ նույն թեմայի վերաբերյալ, բայց ոչ տեղեկատվության հարցում, ինչպես որ դուք հիմա հարցնում եք, բնականաբար հարցրեք Հայ Post ընկերությանը եւ նրանք այդ մասին ձեզ պատշաճ տեղեկություն կհաղորդեն, բայց ես էլ օգտվելով առիթից, քանի որ դուք պետք է արձագանքեք, շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թոշակառուների վրա հավելագրումներ է արել։ Հավելագրումներ է արել մանկապարտեզների վրա, դպրոցների վրա, նույնիսկ հրապարակումներ են եղել, որ զորամասերի վրա հավելագրումներ արել։ Օգտվելով ձեր արձագանքի հնարավորությունից, պարոն Կարապետյան, խնդրում եմ, ասեք, ունեք արդյոք դուք տեղեկատվություն, թե որքան հավելագրումներ է արել Հայաստանը փրկելու առաքելությամբ եկած ուժեղ Հայաստանը, դուք, ձեր ընտանիքը, ձեր հորեղբայրը, Հայաստանի էլեկտրական ցանցերը որքան հավելագրումներ է արել մեր թոշակառուների, մեր տատիկ պապիկների վրա, զորամասերի վրա, ինչպես որ նշվել են տարբեր հրապարակումներում, դպրոցների եւ մանկապարտեզների վրա, այսա իսկապես քաղաքական նշանակություն ունեցող հետաքրքիր հարց է, որը հաստատ հուզում է մեր հայրենակիցներին եւ ես վստահ եմ, որ դուք ունեք այդ տեղեկատվությունը, որովհետեւ ի տարբերություն ինձ, ով Հայ Post-ի տնօրեն չի, դուք, պարոն Կարապետյան, եղել եք Հայաստանի էլեկտրական ցանցերի Ինչն եք եղել։ Խորհրդի նախագահ, պատկերացնում եք։ Մի ամբողջ խորհրդի նախագահն եք եղել դուք, պարոն Կարապետյան։ Խնդրում եմ, ինչպես։ Պարոն Ղազինյան, դուք էլ տնօրենն եք եղել, տեսեք։ Բինգո։ Երկուսով էլ եք եղել տնօրենն եք եղել։ Արձագանք։ Պարոն Կոնջորյան, պետական կառավարում ստանձնելուց հետո Հայ Post-ը Հայաստանի Հանրապետությանը վճարել է 0 դրամ դիվիդենդ։ Ավելացրել է բազմաթիվ կետերով սակագները, վճարել է 0 դրամ, նրանից հետո, երբ կառավարումը վերցվել է Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի ընկերությունից։ Հիմա գլխավոր հարցը, որը մեզ բոլորիս համար շատ կարևոր է, դուք վերցնում եք ընկերությունները մասնավոր կառավարիչներից եւ սեփականատերերից, կառավարում եք, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0% շահաբաժին։ Սա ձեր տնտեսական քաղաքականության դեմքն է եւ վերջում ձեր ուժը ստանում է ընդամենը մի բան՝ մի հաստիկ այնտեղ։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, տեսեք, նախ պարոն Թունյանը, երբ որ ասում եք ինքը կպատասխանի, ենթադրում եմ նկատի ունենալով այն հանգամանք, որ պարոն Թունյանը, եթե չեմ սխալվում, դուք ժամանակին եղել եք խորհրդի անդամ, Հայ Post-ի կառավարման խորհրդի անդամ է եղել եւ բնականաբար որպես մարդ ով ներսից տիրապետում է այդ process-ներին, վստահ եմ շատ ասելիք կունենա։ Բայց ինչ վերաբերվում է, ես հասկանում եմ, որ դուք հղում եք անում Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Ինչ վերաբերում է Հայաստանի էլեկտրական ցանցերին, Հայաստանի էլեկտրական ցանցերը ստրատեգիական կառույց է եւ Հայաստանի էլեկտրական ցանցերի եւ Հայաստանի էլեկտրական ցանցերի վերաբերյալ հրապարակումները, երբ որ արդեն նշանակվեց կառավարության կողմից կառավարիչ եւ բացահայտվեցին այն ահռելի խախտումները, այն հավելագրումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, այն ահռելի ֆինանսական աճպարարությունները։ Ես իդեպ մի բան ասեմ, եթե դուք հաստատ հետևել եք, պարոն Ղազինյան, երբ որ 2024 դուք գիտեք, ես հասկացա, որ բանով էիք նայում, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը
Հայ ներողություն 30 վայրկյան, էլի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 2024 թվականին կազմակերպեց հեծի վերաբերյալ հանրային քննարկում ազգային ժողովի 334 դահլիճում եւ խմբակցությունը քարի վրա չթողեց հեծի կառավարում այն ժամանակ հրավիրված հեծից մարդ չկար հրավիրված նախկին ՀՑԿՀ նախագահներ եւ այդտեղ մենք հասկացանք այն այլանդակությունները որ տեղի են ունեցել հեծում ու դրանից է նաեւ սկսվել այդ ամբողջ պատմությունը խորհրդարանական վերահսկողության շրջանակներում խմբակցությունը բացահայտեց այնպիսի խախտումներ որոնք որ պարզապես ապշեցրել էին բոլորին եւ հասարակությանը